Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտն են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Նախագահ Իլհամ Ալիևը Զանգիլան քաղաքի օկուպացիայից ազատագրման 5-ամյա տարելիցի կապակցությամբ սոցիալական ցանցերի իր էջում կիսվել է հրապարակմամբ։ Հրապարակման մեջ ասվում է. «Մեր հաղթանակի պատմությունը 2020 թվականի հոկտեմբերի 20 Զանգիլան»։ Այսօր լրանում է Զանգիլանի ազատագրման 5 տարին։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց Զանգիլան քաղաքի եւ շրջանի եւս 6 գյուղերի օկուպացիայից ազատագրման մասին։ Զանգիլանի մարտերը առազի երկայնքով ամենահաջող գործողություններից մեկն են, որոնք հանգեցրին ադրբեջանական բանակի հաղթանակին Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում։ Նախագահ Իլհամ Ալիևի 2020 թվականի դեկտեմբերի 25-ին եւ 2021 թվականի հունիսի 24-ին ստորագրած համապատասխան հրամանագրերի համաձայն շրջանի օկուպացիայից ազատագրման մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ցուցաբերած անձնական քաջության եւ խիզախության համար մի խումբ զինծառայողներ պարգևադրվել են Զանգիլանի ազատագրման համար մեդալով։ Ադրբեջանի նախագահի 2023 թվականի հուլիսի 31-ին ստորագրած հրամանագրի համաձայն ամեն տարի հոկտեմբերի 20-ին հանդիսավոր կերպով նշվում է Զանգիլան քաղաքի օրը։ Խոջավենդի շրջանի Թաղավարտ գյուղում ականային միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանի ականազերծման գործակալությունից հայտնել են, որ Անամայի աշխատագիծ Իլգար Վերիօղլու Շիրվանովը ծնված 1967 թվականին, որը էքսկավատորի օպերատոր է, վիրավորվում է ստացել հակահետևակային ականի բացյունից։ Տուժածը տեղափոխվել է շրջանային հիվանդանոց։ Նրա աջ ոտքի թափի մի մասն անդամահատվել է։ Վիճակը կայուն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների խոսնակներ Ալեն Սիմոնյանի եւ Սահեբա Գաֆարովայի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 21-ին Ժենևում։ Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակներում։ Այս մասին Հայաստանի խորհրդարանի խոսնակը հայտնել է սոցիալական ցանցերում։ Նա առաջիկա հանդիպումը կարևոր է անվանել վերջին իրադարձությունների լույսի ներքո, հաշվի առնելով օգոստոսի 8-ի Վաշինգտոնի պայմանավորվածությունները։ Աշխատանքային այցով Շվեյցարիայի համադաշնության Ժնև քաղաքում գտնվող Միլլի Միջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել է կառույցի գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ։ Հանդիպանը քննարկվել են Ադրբեջանի Միլլի Միջլիսի եւ միջխորհրդարանական միության միջև արկա եւ ապագա համագործակցության հարցերը։ Կողմերը գոհունակությամբ են հիշել նախորդ հանդիպումները եւ նշել, որ նման շփումները զգալի ներդրում են ունեցել կազմակերպության եւ մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Զրույցի ընթացքում գնահատվել է նաեւ նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ ստեղծված Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի գործունեությունը, ինչպես նաեւ բարձր են գնահատվել Ադրբեջանի Միլլի Միջլիսի նախագահության ներքո կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացման եւ միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ ձեռք բերված նվաճումները։ Ուզբեկիստանի Սամարղանդի շրջանում շարունակվում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղստանի, Ուզբեկիստանի եւ Թաջիկստանի զինծառայողների մասնակցությամբ միասնության 2025 բազմազգ տարածաշրջանային զորավարժությունները։ 3 փուլից բաղկացած զորավարժություններում հաջողությամբ կատարվում են պետական սահմանի անվտանգության եւ պաշտպանության ամրապնդման, անօրինական զինված խմբավորումների որոնման, տեղայնացման եւ ոչնշացման խնդիրները։ Զորավարժություններում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է մասնակից երկրների ռազմական քանակակազմերի միջև փոխգործակցության կատարելագործման եւ համատեղ գործողություններ անցկացնելու կարողությունների եւ հմտությունների զարգացման վրա։ Խանքենդի քաղաքի Աղդերիե եւ Խոջալույ շրջանների վերաբնակեցման ծրագրի համաձայն աշխատանքները շարունակվում են 19 բնակավայրերում բնակչության վերաբնակեցման ուղղությամբ։ 1040 ընտանիք, 4064 նախկին հարկադիր վերաբնակներ արդեն վերադարձել են հայրենիք։ Ընդհանուր առմամբ այս տարածքներում վերաբնակեցվել է ավելի քան 22000 մարդ, որոնց տրամադրվել են բոլոր սոցիալական ծառայությունները։ Այս մասին Խանքենդի քաղաքում անցկացված Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության ֆորումում հայտարարել է Խանքենդի քաղաքում Աղդերիե եւ Խոջալույ շրջաններում նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։
Նա նշել է, որ այսօր Ղարաբաղում եւ Արևելյան Զանգիզուրի տնտեսական շրջաններում իրականացվում են լայնածավալ վերականգնման եւ շինարարական աշխատանքներ։ Տարածաշրջանում արագորեն վերականգնվում են կրթությունը, առողջապահությունը եւ սոցիալական ենթակառուցվածքները։ Ղարաբաղի համալսարանի, ժամանակակից կլինիկայի, դպրոցների եւ մանկապարտեզների բացումը, ձեռներեցության զարգացումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը զգալի ներդրում են ունենում բնակչության կայուն բնակեցման գործում։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է փոփոխական անպամատչությամբ հիմնականում առանց ձեղումների եղանակ։ Հարավ-արևելյան քամին օրվա ընթացքում կփոխարինվի չափավոր հյուսիս-արևմտյան քամով։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 14-17, ցերեկը 20-24 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջաններում սպասվում է հիմնականում առանց ձեղումների եղանակ, սակայն երեկոյան հյուսիսային եւ արևմտյան շրջաններում պարբերաբար անձրև կտեղա։ Որոշ տեղերում մառախուղ կլինի։ Արևմտյան քամին ժամանակ առ ժամանակ կուժեղանա։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 11-16, ցերեկը 20-25, լեռներում գիշերը 2-7, ցերեկը 8-13 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդում սպասվում է 10-18, Աղդամում, Ֆիզուլիում 11-19, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբատլիում 12-20, Լաչինում եւ Քելբաջարում 6-15 աստիճան տաքություն։ 102.7 FM Եթերում CBC FM ռադիոկայանի հայկական ծառայությունն է։ Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Հայկական ընդդիմությունը շարունակում է փորձեր ձեռնարկել խափանելու Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության գործընթացը։ Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կրկին գլուխ են բարձրացրել եւ անդադար հանդես են գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայտարարություններով։ Այդ մարդկանց միակ նպատակն է կրկին զավթել իշխանությունը եւ երկիրը բերել նոր պատերազմի։ Ըստ հայկական լրատվամիջոցների նախկին ղեկավարների հայտարարությունները վրթովմունքի փոթորիկ են առաջացրել Հայաստանում։ Հասարակությունը համոզված է, որ երկրին խաղաղություն է պետք, այլ ոչ թե նոր պատերազմ։ Մեր երկրի այս դժբախտությունների հիմք դնողը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, իր իշխանության գալով հասկանալի եղանակով ռուսական հատուկ ծառայությունների ներդրմամբ եւ ազդեցությամբ Լևոն Տեր-Պետրոսյանն էր Ռոբերտ Քոչարյանին Արցախում նախագահ դարձնողը, Արցախից Հայաստան բերողը, Հայաստանի գլխին այս պատուհասը ստեղծողը, նաեւ Սերժ Սարգսյանին կերտողը, սակայն կարծում եմ, որ Ռուսաստանը իր գործակալների միջոցով մինչև 26 թվականի ընտրությունները փորձելու է հնարավորինս օգտագործել բոլոր գործիքակազմը ներդնել, որպեսզի Հայաստանում կամ տեղի չունենան ընտրություն, կամ ընտրությունները լինեն իր պատկերացրածով, իր ցանկացածով Ռուսաստանի, դրան է կցվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թիմով եւ այդպես էլ պետք է լիներ։ Ով որ ազատ անկախ Հայաստանը բերե, ձեռք բերե դրան կանտրեի։ Ով է դա։ Խաղաղություն։ Այսօրվա դրությամբ 30 տարվա մեջ Փաշինյանը, որ կարողացավ մի հատ պայմանագիր կնքի ու Ամերիկայի հետ, ասենք հռչակագիր, որ այդ հռչակագրով մենք չեմ ասի 100%-ով, բայց համնային դեպս էլի մի 80%-ով խաղաղություն բերեց մեզ։ Էլի Փաշինյանի ինչ են արել Սերժ Քոչարյանը, հաշվանդամ հիվանդ մարդ եմ 100,000 ամիսը դեղերի փող եմ տալիս, կտրեցին երկու անգամ ընտրություն արեցին 16 թվին, ավականու եւ նախագահի ընտրություններ կտրեցին։ Մինչև հիմա էլ հիվանդությունները ավելի է շատանում, թոշակը մարդը տվեց 36,000 դարձրեց 16,000-ը, շատ է լավ է, ազատ ապրում ենք, չենք փախենում ոչ մի բանից։ Մարդ չեմ գտնում, խափում եմ բոլորը։ Ես ուրախ կլինեմ, որ մի հատ լավ ղեկավար կա, այս մեր ազգին փրկություն անի։ Բարձրանենք մենք այս պատերազմական վիճակից, այս խառնաշփոթությունից, Բալիջան, մենք արդեն ապրում ենք, մեր կյանքը ապրել ենք լավատ, մեր թորնիկների մար ենք, մեր երեխեքի մար ենք ապրում։ Մենք ուզենք մեննա խաղաղությունը լինի,
որ ոչ մի արուն չթափի, ոչ մի ջահել չմահանի։ Ով կլինի մեր համար մեկը, մենակ լավ անի։ Բայց տեսնում ենք ոչ մի բան լավը չենք տեսնում, բալը որ։ Ես իրեն ցանկ ուտամ, Փաշինյանին, հասկացար, ես Անգլիա կապրեմ եւ եկել եմ հոս, ամեն տարի 5 ամիս Հայաստան եւ հայկական պասպորտ ունեմ, բան ունեմ, այսինքն քաղաքացիություն։ Փաշինյանի նման մեկը չեք ճարետու։ Բաքվի եւ Երևանի միջև պաշտոնապես հաստատված երկխոսության ֆոնին հայ հասարակության շրջանում կրկին հայտ են եկել հին բանավեճեր։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը քննադատության եւ կոշտ հայտարարությունների ալիք է առաջացրել։ Քաղաքացիների մեծամասնությունը նշում է, որ խաղաղությունը քաղաքական խաղերից վեր է։ Եթե առաջիկա կիրակի օրը ընտրություններ տեղի ունենան խորհրդարանական, ում կքվեարկի։ Իհարկե Փաշինյանին, իհարկե։ Ինչու՞։ Որովհետև ինքը լավ մարդ է։ Ես միշտ էլ Փաշինյանն եմ քեվարկել եւ պատրաստ եմ դրան քեվարկել։ Միշտ եթե այս տեմպոն շարունակի, այդքան գողերի ցանցակորներից որ կարակազատ ու որ մեզ ազատեն, դա շատ լավ մեծ աշխատանք։ Առայժմ Փաշինյանն է հələ։ Եթե թազը մարդիկ է լավը կլինի։ Կմտածենք, լավը եթե կլինի, բանը Քոչարյան Սերժը մերժը սախսուտ են, ընցել են պրծել են, նրան չեն ընտրվել, միջուր կանա։ Հələ որ Փաշինյանն է։ Կարևոր է նա որ խաղաղություն է։ Պատերազմ չկա, խաղաղություն է, տենց է խաղաղությունը պահում է, դա կարևոր բան է։ Բոլոր մեծահասակներին ցանկությունը միայն իրեն տանան փռնած աշխարհի վերջավ։ Խաղաղություն, առողջություն, հաջողություն։ Այդ Փաշինյանը բերում է։ Մենակ պիտի մենք պաշտպանենք։ Դիմադրեք։ Մինչդեռ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ որևէ վեճ չկա։ Նա նաև նշել է, որ Հայաստանը առաջիկա շաբաթներին կամ ամիսներին զգալի առաջընթաց կգրանցի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում։ 102.7 FM